Ողջույն եւ բարի գալուսինեթի տաղավար ապրիլի 30-ին մի իրադարձություն տեղի ունեցավ նոր վարչական շրջանի թաղապետարանում, երբ վարչական շրջանի աշխատակիցները, այդ թվում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը բռնության ենթարկեցին ակտիվիստ Չախոյանին, ընդ որում դա եղավ տեսախցիկների առջև, բավականին դաժանաբար նաև Հանրապետություն կուսակցության մյուս անդամները հարձակվում եւ ծեծում էին Չախոյանին, ընդհանրապես բռնությունների մասին եւ իրադարձությունների եւ ընդհանրապես հանրային քաղաքական դաշտում այս ատելության իրավիճակի մասին մենք խոսենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ, շնորհակալություն Տիկին Կարապետյանց։ Ես եմ շնորհակալ, որ ուշադրություն եք դարձնում, որտեղ սա շատ կարևոր հարցեր են ու մենք սրա ոնց որ նախաբանը ամիսներ առաջ, եթե չասեմ տարիներ առաջ կանխատեսել ու խոսել ենք, որ այսպես իրավիճակները անխուսափելի են լինելու։ Սա ձեզ լոկալ դեպքեր են, թե հանգեցնում է ինչ-որ քաղաքական լարվածության, քաղաքական լարվածության հետևանքով է, սա ինչի հետևանք է ի վերջո, մի բանով չի ավարտվում ու սկսվում սա։ Անպատժելիության։ Հին Հռոմում ասում էին, որ անպատժելիությունը բերում է ավելի ծանր հանցագործությունների եւ անգամ կանոն կար, որպեսզի քչերը պատժվեն, բայց շատերը վախենան, շատերի համար անհանգստացնող լինի այդ պատժի ինքնին գոյությունը։ Տրամաբանությունը սրա մեջ էր։ Երբ որ որևէ պետական պաշտոնյա իր որևէ վարքագծի համար ներառյալ բռնությունը, սեռական բնույթի հայոյանքը հանրային վայրերում, ատելության խոսքը, չգիտեմ, թքելու մնացած ամեն ինչի համար պատասխանատվության չի ենթարկվում, մնացած ավելի ցածր լեվելի պետական պաշտոնյաները ենթադրում են, որ դա նորմալ ու ճիշտ վարքագիծ է։ Համարում են, որ ցանկացած մեկին, ով իրենց հետ համաձայն չէ, այլևս կարելի է բռնության ենթարկել եւ ոչ թե այնպես ինչպես վարվեցին երիտասարդի հետ, որին ուղեկցելու ժամանակ դուրս էին եկել կարիքները հոգալու Սամվել Վարդանյան, եթե չեմ սխալվում։ Ոչ թե տենց թաքուն առանց վկաների, առանց ինչ-որ բանի, այլևս բացահայտ կամերաների դիմաց, հավանաբար կամերաների դիմաց այդպիսի գործողություններ ավելի բարձր են վարձատրվում կամ գովաբանվում։ Միակ ցավը նրանն է, որ ինչպես հետո պարզվեց, նա անգամ ԿՊԱ-ական չի, այլևս այդ բանը, հա, երաշխիքը տարածվում է նաև այլ կուսակցության, համախոհ կուսակցության, աջակից կուսակցության անդամների վրա, պարզվեց Հանրապետություն կուսակցության։ Հանրապետություն կուսակցության քաղաքորդի անդամ, ընդ որում Զավեշ տալին միգուցե իրոնիան այն է, որ Հանրապետություն կուսակցությունը այն կուսակցությունն է, որը առաջնորդում է դեպի Եվրոպական միություն գործողություն ու իրենց շնորհիվ նաև նախագիծ մտավ խորհրդարանը ու ընդունվեց։ Ես չեմ կարծում, որ Եվրամիության արժեքային համակարգում մտնում է խմբակային ձևով մարդուն ծեծել ու հետո ասել է սա տղամարդուն բնորոշել, որոնք տղամարդուն բնորոշել չի խմբակային ծեծով մեկին։ Ասեմ, որ ոչ թե եվրոպական, դա հայկական ավանդույթի համաձայն մի քանի հոգով մի հոգուն ծեծելը, դա շատ կոնկրետ անվանում ունի, ուղղակի եթերային բառ չի, ես ինձ թույլ չեմ տա դա ասելու։ Հավանաբար այդ մարդիկ կյանքից կտրված են եղել, չգիտեմ, բակից են կտրված եղել, կյանքից են կտրված եղել, բոլոր տեսակի կանոններով դա անբարոյական է այդպիսի վարքագիծը։ Էլ չասեմ, որ հակաիրավական է։ 10 հոգով մեկուն ծեծելը դա շատ կոնկրետ անվանում ունի։ Այստեղ ունենք մի այլ իրավիճակ, երբ ասում են, որ մինչև այդ հայոյանքներ են հնչել թղապետի նկատմամբ, բայց Չախոյանն է պնդում է, որ առաջինը իրեն են հայերել։ Այսինքն քաղաքապետարանը հայտարարում է, որ հայոյանքն է բռնության մի ձև։ Սա ինչպես կմեկնաբանեք ի վերջո։ Այս իշխանությունները պնդում են եւ տևական ժամանակ են պնդում, այդ թվում նաեւ իրանց ռոպագանդիստները, քաղաքասարակության ներկայացուցիչ ռոպագանդիստները հետեւողականորեն պնդում են, որ արդարադատության ոլորտում տեղի ունեցել բարեփոխումներ։ Սա նշանակում, որ եթե ձեր նկատմամբ եղել է այդպիսի, ոնց եք ասում, բռնություն ա եղել, հայոյանք ա եղել, շատ դատապարտելի է։ Ես երբեք չեմ արդարացրել հայոյանքը, բնական չեմ էլ կարող արդարացնել, որովհետև հարաբերությունների մեջ, եթե դու հանցնում ես հայոյանքի մենակ այն ժամանակ, երբ որ ասելիք չունես, երբ որ արգումենտ չունես, եթե ուրիշ ոչ մի բան չկա սեղանին դնելու, բացի հայոյանքից, մենակ այդ ժամանակ ես հանցնում։ Հիմա եթե ձեր նկատմամբ հայոյանք ա տեղի ունեցել, բարեփոխված դատարանել ունեք, գնացեք դիմեք համապատասխան մարմիններին, թող գործընթաց սկսեն։ Ինչի եք դուք որոշում, որ դուք պիտի հրաման տաք ինչ-որ մեկի ձեռները բռնել, գնաք, ոնց որ ասում են, տղամարդավարի թքես մարդու։ Դա էլ տղամարդուն վայել պահվածք չէր, adekvat մարդուն adekvat պահվածք չէր։ Հիմա էլ նույն բանը կրկնվում է հիմա։ Մարդիկ համարում են, որ արդարադատության համակարգին դիմելու փոխարեն իրանք կարող են ինքնադատաստան տեսնել։ Ես խորհուրդ կտամ իմիջիալոց ասեմ, բաների այսօրվա իշխանության մոլի երկրպագու ռոպագանդիստներին առաջինը լինել են մարդկանց թվում, ովքեր կպահանջեն պատասխանատվության ենթարկելու այ
բռնության ենթարկողներին, որովհետև այլապես եթե իրենք պատասխանության համարժեք, համաչափ պատասխանության չենթարկվեցին, դա կնշանակի, որ բռնությունը այլևս արդարացված է։ Այլախոհության դիմաց այլևս բռնությունը ճիշտ է։ Բլոգերները եթե ինչ-որ միտեղից վճարվում են եւ ինչ-որ մեկին սազանդարություն են անում, իրանց նկատմամբ բռնությունը ճիշտ է։ Ես ասում եմ, որ ճիշտ չի, բայց եթե մենք չկանգնեցրեցինք այս этаպում, սա վերադառնալու է իրանց։ Թող միշտ հիշեն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր հարցումներով նվազագույնը 60-ից մինչև 80% մարդիկ չեն համակրում այս իշխանություններին եւ իրանց սազանդարներին։ Եվ սա վերադառնալու է բումերանգի նման իրանց։ Սա այսօր ասեմ, հիշեք, վաղը չլացեն հանկարծ ու ասեն, իսկ որտեղ են իրավապաշտպանները, մեզ ծեծել են, բռնության են ենթարկել, ոչ մեկ չի արձագանքում։ Հիշեք, որ սա ձեր շպրտած բումերանգն է։ Իդեպ այս թեմայով արձանագրենք նաև մի փաստ, որ այս ամենը զարգացել էր հետևյալ կերպ, քանի որ Չախոյանը եւ նաեւ Մայր Հայաստան խմբակցության Ավական Մայր Հայաստան խմբակցության անդամները բացահայտել են մանկապարտեզի վերանորոգման աղաղակող եւ ոչ միայն մանկապարտեզի, ոչ միայն մանկապարտեզի, գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ ես Մայր Հայաստանի որևէ կուսակցության ֆան կլուբում չեմ հանդիսանում։ Ես չեմ այսօրվա եղած կուսակցությունից ոչ մեկի համագիր, համախոհ, չգիտեմ, բան չեմ։ Բայց մարդիկ կոնկրետ ինքը այդ Արտուր, եթե չեմ սխալվում, Արտուր Չախոյանը ինքը գնում է հետքերով եւ սկսած, չգիտեմ, ասֆալտի որակից, պատերի որակից, բորձորի որակից կոնկրետ ցույց է բաների նստարանների որակից կոնկրետ մարդը ցույց է տալիս խնդիրներ, որտեղ որ ակնհայտ է, որ տեղի են ունեցել կոռուպցիոն ռիսկեր։ Այսինքն, եթե ասֆալտը չի փռվել համապատասխան կանոնակարգերի ընթացակարգերին համապատասխան, դա նշանակում է, որ ինքը շատ կարճ ժամանակում քանդվելու է։ Դա նշանակում է, որ փող են գողացել արդեն իսկ այդ ասֆալտից, այդ բորձուրից, այդ ծեփի պատից, այդ նստարանից, արդեն գողացել են եւ շատ կարճ ժամանակ հետո մենք որպես հանրություն, որպես Երևանի քաղաքացիներ, որպես հարկատուներ, այն ինչ են հերոսներ, որպես Նիկոլ Փաշինյանի, նորից պիտի փող վճարենք այդ նույն գործողությունն, այսինքն սա չտեսնել, փոխարեն ասել, որ ինքը ինչ որ տեղից վարձատրվում է, ինքը ինչ որ մեկի համախոհ, ինչ կապ ունի ում համախոհնային։ Նույն բանը ես ասել եմ Դոկի հետ, ինչ Վարդան Ղուկասյան Դոկի հետ կապված։ Ես չեմ կիսում իր վարքագիծը, խստորեն դատապարտում են ընտանիքի երեխաների կանանց հարազատների հասցեին հավյանքը, վիրավորանքը, նվաստացում այդ ելևեջ խստորեն դատապարտում ու չեմ կիսում, բայց մարդը խոսում էր այնպիսի մակարդակի կոռուպցիան ռիսկերի մասին, այնպիսի հանցագործությունների մասին, որոնք, չգիտեմ, բացահայտեցին այս իշխանության իրական դեմքը։ Եվ ինչ ստացավ ի պատասխան փոխարան խնդիրները գնան լուծելու, այսինքն եթե ենթադրենք դրանից տեղեկացված չէին իշխանությունները, տեղեկություն ստանան գնալու լուծելու խնդիրները բացահայտելու, պատժելու փոխարեն, իրանք որոշեցին, որ կարելի է Միացյալ Նահանգներին դիմել պատասխանության ինչ որ անհաշվելի թվով քրեական գործերով պատասխանության ենթարկել եւ լրացնել նաեւ այս մյուս բլոգերին։ Այսինքն մենք տենդենս ունենք, որ մի բլոգերին Միացյալ Նահանգներում անհասկանալի կեղծ ենթադրում են, որ մեծ մասը իրականության հետ աղերս չունեցող գործեր է լինելու, ուղղակի ժամանակ է պետք դա քննելու, ընդեղ էլ բյուրոկրատիան գիտեք, Աստված տվել չի խնայել Միացյալ Նահանգներում, դա բավականին երկար տևել, ընդեղ այն մեկին լրացրեցի ստեղ ծեծելով են մարդուն լրացնելու, հետո հաջորդով է լինելու։ Մնալու են ենթադրում են, որ բաները, հա, միայն Նիկոլ Փաշինյանին փառաբանող եւ գովերքող բաներն են ճիշտը, բլոգերները։ Ես լավ հիշում եմ, որ 2021-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց երկրի ղեկավարումը, ազգային ժողովում ինքը ասաց, որ իրենց մեծ հաշվով երկու խնդիր լուծելու համար են մանդատ տվել մարդիկ, առաջինը խաղաղության դարաշրջանը բացելու ներեցեք, երկրորդը օրենքի եւ իրավունքի դիկտատուրա հաստատելու։ Եթե փորձենք արձանագրում անել, այցող այդ դիկտատուրան ինչ որ ձևով հաստատում են թե ոչ եւ փորձենք գտնել լուծումները, դուք որոշ մասով տվեցիք այդ լուծումները, բայց ընդհանուր որոնք են լուծումները այս իրավիճակից դուրս գալու համար։ Լավագույն լուծումը այս իշխանության հեռանալը պիտի լինի, որովհետեւ այս մարդիկ բացարձակ այլևս այնքան են Պիետրյան բարձր խրվել կեղծիքների, ստի ու համակարգի մեջ, հանցավոր համակարգի մեջ, որովհետև մեր ամբողջ արդարադատության համակարգը ինքը հանցավոր էր իր էությամբ, ինքը գործիք էր օրվա իշխանության ձեռքում։ Եվ այդ գործիքը փոխելու համար, բարեփոխում անելու համար դու պիտի կոտրել այն հանցավոր համակարգը, որը կար, որտեղ մեկը մյուսին պասեր տալով, քնչական իրա հերթին կամ գործերը չէր հարուցում կամ այնքան էր ձգձգում, որ վաղեմության ժամկետով գործերը փակվում էին կամ ապացույցներ էին կեղծում։ Դա հանրահայտ հայտնի ինչ որ փաստեր են, ես նենց բաներ չեմ ասում, որոնք որ ինչ որ մարդկանց համար, հարցրեք փաստաբաններին, իրավապաշտպաններին, այն մարդկանց, ովքեր բախվել են համակարգի հետ, իրանք ձեզ դա կասեն, սկսած քաղաքական հետապնդումներից, վերջացրած տնտեսական հետապնդումներով ու ճնշումներով։ Այս ամբողջ համակարգը
հանցավոր է եղել, փոխկապակցված է եղել եւ գործել է որպես միասնական գործիք օրվա իշխանության ձեռքում։ Նոր իշխանությունը այս համակարգը չի կոտրել, ինքը եկավ ու տեղավորվեց այս համակարգի մեջ։ Սկսած ոստիկանության գործողություններից, որոնք էլի 1000 անգամ ձեր եթերում էլ եմ ասել։ Մարտիկ, երբ որ 19 թվականին սկսեցին գործերը փակել ոստիկանության բռնության հետ կապված, ես այն ժամանակ ասեցի, որ գործերը փակվում են մի պատճառով, որպեսզի երբ որ հնչի ապօրինի հրահանգ, այդ հրահանգը կատարող լինի, որտեղ եթե պատասխանատվության ենթարկված մարդ լինի, ոստիկանը կամ հրամանատարը ինքը իրան հարց է տալու, ինչի՞ սա պետք, եթե հենա մարտիկ գնացել են քրեակատարողական հիմնարկում նստած են ապօրինի հրամաններ տալու կամ հրամաններ կատարելու համար։ Այսօր մենք տեսնում ենք արդեն Amnesty International հրապարակել է, որ անհամաչափ ա եղել բռնությունը 12 հունիսի թվականը չեմ հիշում, ես վերջերս որ եղել էր Սրբազան պայքարի ժամանակ, եւ նախորդ տարի ոստիկանությունը տեղ են օգտագործում։ Քննչական մարմինները տեսնում եք մեծ տենց հրավառություններով հայտարարում են, որ տեսեք ինչքան գործ ենք բանար է հարուցել, այսքան գործ 2000 գործ, ինչ դες թվեր են ասում, որ զարմանում ես, այդ ինչ թվերից եք խոսում, էլի։ Ընթացքին ծանոթ պատկերացնող համակարգի աշխատանքը պատկերացնող մարդը հասկանում է 2000 գործը դա այդ սալուտն է, որը ցույց են տալի հասարակությանը։ Այլ հարցակ թե Հետո ինչքան է կաչվում։ գեղեցիկ, ապրեք, հետո շատ գեղեցիկ գալիս են հաշտության, ինչ որ գործեր փակվում են, պարզվում է, որ բանի տակ, կալանքի տակ գտնվող գույքերը գնում են մարդիկ, ովքեր որ ի պաշտոնե կամ չգիտեմ, չէին կարող գնել, որ այդ եկամուտը չունի, կամ այդ Հովիկ Աբրամյանի գույքի մասնավոր հիմա բան կա, հա, ինչ որ էլի կարծես թե նոր բացահայտում ա եղել ԱԱՑ-ի տնօրենի տղայի կողմից մոտավորապես ինչքան $600,000 արժողությամբ գույքը, որը գտնվել է էլի կալանքի տակ, հարց եմ տալիս, այս ամբողջի մեջ դուք տեղավորվել եք, չէ՞։ Հասարակությունը պիտի հասկանա, այս մարդիկ չկոտրեցին համակարգը, այս համարտիկ եկան տեղավորվեցին այդ նույն հանցավոր համակարգի մեջ եւ շարունակում են ոչ պակաս հանցավոր գործունեություն, որովհետեւ չի կարող արդարադատության համակարգը այսպես գործել։ Եվ այսպիսի պայմաններում որևէ մեկս պաշտպանված չենք։ Պաշտպանված են միայն նրանք, ովքեր այդ պահին իշխանության են։ Ու պաշտպանված են այնքան ժամանակ, քանի դեռ իրանք իշխանության են։ Ու սա է պատճառը, որ բոլորը այն նախկիններն էլ կոչված, ներկաներն էլ իրանց պատառոտելով ձգտում են կամ մնալ իշխանության կամ վերադառնալ իշխանության, որտեղ լինել իշխանության դա երաշխիք է, որ իրանք պատասխանատվության չեն ենթարկվելու։ Սա այսպես պիտի չաշխատի։ Համակարգը պիտի աշխատի բոլոր դեպքերում, բոլոր իրավիճակներում, դա է մեր անվտանգության երաշխիքը։ Բոլոր իմաստներով ներքին անվտանգության երաշխիքը, արտաքին անվտանգության, որովհետև երբ որ զենք են բերում, անորակ զենք են բերում Հայաստան, եւ ինչ որ մեկը ստորագրում է, հետո այդ ռումբերը չեն պայթում, այդ խրամատները իրականում գրվում է, որ փորվել են, բայց չեն փորվում, չգիտեմ, այս ամեն ինչը որ արվում է, դա մեր արտաքին անվտանգությանն է վերաբերվում, դա մեր երեխաների անվտանգությանն է վերաբերվում, դա մեր առհասարակ որպես պետություն, պետականություն լինել չլինելու հարցն է դրված։ Այնպես որ համակարգը պիտի փոխվի եւ միակ իմ այսը ինչու եմ ասում, որ իշխանությունը պիտի հեռանա, որովհետև այս իշխանությունը այլևս մաս է կազմում այդ հանցավոր համակարգի։ Ինքը այլևս ի վիճակի չի դա անելու։ Հաջորդի եկող իշխանություններին այն մի հատ բան կա, ասում է գլխանց կատուն պետքա ճղել։ Հենց որ հաջորդ իշխանությունը եկավ, այրան պետքա հենց սկզբից բացատրել, որ դու չես կարող անել այլ գործողություններ, բացի համակարգը փոփոխելուց, որովհետև մենք այսպես գնալու ենք դեպի կործանում։ Իդեպ ես ենթադրում եմ, որ այս խոսույթը, ինչ որ դուք ասում եք, դա լինելու է նաև առաջիկա ընտրություններին ու իշխանության պատասխանը լինելու է այն, ինչ հիմա էլ կա, որ տեսեք Գյումրիում ճուզեցիք մեզ, եկան նախկինները։ Այսինքն միշտ այդ խոսույթը լինելու է, որ չեք ուզում, նույնիսկ հայտնի առակ կա, չէ, որ ինչ որ մեկը գալիս է արքայի համար աղոթում, ասում է ավելի վատն էր նախորդ, այսինքն ի վերջո դա վերածվելու է նման մի իրավիճակի։ Ինձ համար ոչ մի էական տարբերություն չկա նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ։ Բացարձակ տարբերություն չկա։ Եթե համակարգային կոռուպցիան շարունակվում է, իսկ դա պնդում եմ այլևս ոչ միայն ես, այլև միջազգային գործընկերները իրենց զեկույցներում գնահատականներ են տալիս, այլևս սկսել են տալ։ Ես շնորհակալ եմ շատ adekvatության վերադառնալու հետ կապված։ Եթե գործերը շարունակվում են չքննվել, պահվել, եթե յուրայիններին արտոնություններ են տրվում, երաշխիքներ են տրվում, հակառակ կողմի համար կա ամենախիստ, այսպես օրենքի տառին համապատասխան, այսպես պատժեր ու բաներ, եթե այս ամենաթողության իրավիճակն է, ինձ համար ոչ մի տարբերություն չկա, կլինեն հիները թե նորերը։ Ու սա է պատճառը, որ ես անդադ շատ խնդրում եմ, չգիտեմ, ջատագովում եմ եւ նաեւ առանձին դեպքերում մեծ սիրով մասնակցում եմ բոլոր այն process-ներին, որտեղ նոր մարդիկ, ոչ թե նոր մարդիկ, այլ չթաթախված մարդիկ, բայց պրոֆեսիոնալ միևնույն ժամանակ մասնագետ մարդիկ փորձում են
հանդիպել, ինչ որ քննարկումներ կազմակերպել, ինչ որ նոր ձևաչափեր, նոր միավորներ են փորձում կազմակերպել, ես սիրով մասնակցում եմ այդ բոլոր process-ներին, անգամ բնականաբար ոչ մի ակնկալիքով, անձնական ակնկալիքով, բայց զուտ որպես, չգիտեմ, հույս տվող, ինչ որ բանով օգնող, ինչ որ բանով աջակցող մարդ, որովհետեւ մենք առաջարկենք հասարակությանը նոր ստեղծված ինչ որ միավոր, որովհետև այն ինչ որ առաջարկվում է միջև այս պահը, ցավոք սրտի հասարակությունը չի վստահում իրանցից որևէ մեկին։ Իդեպ Գաղտնիք չէ, որ պետությունը հայտարարել է Եվրոմիության միանալու գործընթացի մեկնարկի մասին, ազգային ժողովում ընդունել են հայտարարություն նախագիծ օրենքի, արդյոք նմանաբնույթ իրավիճակներ, հատկապես դատա իրավական համակարգի այս վիճակը, քննչական համակարգի այս վիճակը ինչ որ ձևով կարող է վնասել մեզ, ի վերջո Եվրոպական միության ստանդարտների մեջ մտնում են նաև թափանցիկ արդյունավետ գործող դատա իրավական համակարգ։ Ինձ համար շատ բան է, երբ որ ամեն օր բարեփոխումներից խոսացող իշխանությունը ինք ասում է, գիտե, քանի տարի ատևելու մեր մտնելը, ճիշտ է, եթե դուք այս տեմպերով բարեփոխում եք կամ իրականում չեք բարեփոխում համակարգը, տարիներ չէ, ես կասեմ հարյուրամյակներ են անհրաժեշտ, մինչև մենք հասնենք։ Այո, մեզանից պահանջվում է որոշակի փոփոխություններ, հասարակությունը պիտի իմանա, մենք պետք է շատ ճոտ իմանանք։ Մեզանից պահանջվում է նորմալ արդարադատության համակարգ, որովհետև որպեսզի չլինի այս այլանդակ, չգիտեմ, այս մոնստր իրավիճակը, հա, երբ որ արդարադատության համակարգը օրվա իշխանության անձնական օգտագործման ինչ որ բան է, տիրույթում է։ Կոռուպցիայի դեմ իրական ռեալ պայքար։ Այո, եթե դուք սենց եք պայքարում կոռուպցիայի դեմ, այո, մենք հարյուրամյակներով դեռ չենք մտնելու, որովհետև դուք ձեզանից շատերը անմասն չեն այդ համակարգային կոռուպցիայի մեջ ներառված եք այլևս, ներքաշված եք կամ հովանավոր եք կամ շահառու եք։ Ու էլի բազմաթիվ կետեր կա, որտեղ այո Եվրոմիությունը մեր առաջ դնում է խնդիրներ եւ այս իշխանության նորից վերադառնալով ոչ այս իշխանության, ոչ այն թիմի, որը ձեռնարկեց Եվրոմիության այդ որոշման օրենքի ընդունման, հա, փոփոխության ընդունման ջատագովներ, իրենք չեն կարող լինել, որովհետեւ քանի դեռ ձեր քաղաքական ոնց է կոչվում քաղաքորդի անդամը թաղապետը համարում է որ տղավարի կարա հարցեր լուծի ու այդպես է ճիշտ լուծելու ձևը մենք քանի դեռ դուք սատարում եք ներկայանում եք որպես ընդդիմադիր բայց իրականում սատարում եք Ավինյանին վերընտրվելու համար քանի դեռ դուք աչք եք փակում այս ամեն ինչի վրա ինչ որ տեղի է ունենում պետականաքանդ գործնեության վրա իսկ առանձին հարցերում նաև սատարում եք իրեն անմոռաց սատարում եք իրան շատ ներողություն մենք Եվրոմիություն 100 տարի հետո երևի չհասնենք Եվ մեր ժամանակը սուղ է եւ վերջին հարցը ձեզ նախորդ շաբաթ լրացավ 3-րդ տարին երբ վարչապետի Ավտոշարասյան կողմից վրայերթի ենթարկվեց ու մահացավ Հղիկին Սոնա Մնացականյանը այս իրադարձությունը այս դեպքը հետո քրեական գործ հարուցվեց եւ արդեն 2.5 տարի է քրեական գործը արդեն մտել է դատարան ու քննվում է անհասկանալի ձևով երկար փաստաբանական կողմը նշում է որ քաղաքական միտումներով է այս ձգձգվում ու մենք մի ուրիշ իրավիճակ ենք բախվում երբ արդարադատությունը չի վերականգնվում սա ինչ գնահատական կտակ ու ինչ լուծումներ եք այս դեպքում գտնում Դեք բացառիկ իրավիճակները երբ մենք ունենք տեսանյութ որովհետև շատ դեպքերում մենք ունենում ենք միայն օրինակ վկաների ականատեսների ինչ որ խոսքերից պատմվածներ կամ ինչ որ հետքեր որտեղ էքսպերտները կարող են ասել մենք ունենք նաև տեսանյութ ունենք տեսանյութ, որը որ պետական մարմինների հետ կապ չունի, դրա համար է մնացել քրեական գործի մեջ, որովհետև մասնավորի տեսախցիկն է դա ֆիքսել եւ հարազատները հասցրել են այն ձեռք բերել միջև պետական մարմինների, միջև քննիչների ձեռը ընկնելը, որովհետև քննիչների ձեռը հայտնվելու ենթակա եւ պետական մարմիններին ռադիոկապը կորել է, սա է վերաբերմունքը եւ գիտեք տեսանյութի պարագայում 2.5 համար 3 տարի գործը քննել է, ես չեմ հասկանում ինչն են քննում այդտեղ, ինչն է խնդիրը, ինչն են քննարկում Եթե դուք վստահ եք, որ Շարասյան որևէ մեղավորություն չկա, որևէ մեկի լավ կամ մնացած բոլորի պատասխանատվությունը չկա, որոշում կայացրեք, արդարացեք, եթե դուք համոզված եք դրանում։ Դուք համոզված չեք դրանում։ Ավելին ասեմ, այնտեղ գիտեք այլ հարցեր են ծագում։ Ես տեսել եմ տեսանյութը, հիշում եմ, երբ որ տեսանյութը հրապարակեցին, ասում էին, որ փորձել է ձեռքից բռնի ոստիկանը, կանգնեցնի, այնտեղ տեսանյութի վրա կարճ ինչ որ հատված կա։ Չի ենթարկվել։ Ես հարց եմ տալի, երբ որ միտինգ են անում մարդիկ, ոտ ու ձեռ առած առնում, տանում եք, շպրտում եք եսին որտեղ։
Հարց եմ տալի, բա դուք տեսնում եք, որ մարդը փողոց է անցնում ու գիտեք, որ շարասյուն է գալի մեծ արագությամբ։ Ինչու չեք վերցնում, չեք կանգնեցնում այդ մարդուն, թեկուզ իր կամքին հակառակ։ Այսինքն մի դեպքում ձեզ համար օրինական է պահանջը ոստիկանի եւ գործողությունը բռնությամբ մարդուն չոր տեղափոխելու, թույլ չտալու։ Մյուս դեպքում, երբ որ մարդու կյանքին վտանգ է, իրական վտանգ է սպառնում եւ դա օբյեկտիվ իրականություն է, դուք ոչ մի գործողություն չեք անում, ոչ մեկ առնում ոստիկանը այդ բային դե հա զբաղված էր, ձեռը զբաղված է, կարար բռներ պրինցիպ, բայց պատվի էր առնում, դա ավելի կարեւոր էր։ Աբսոլյուտն։ Իդեպ իշխանությունը կարող ասի, որ դատարանա գործը մտել, ընդ որում Փարխոյան կարծեմ դատավորը հնաբնակներից է դատական համակարգի կարող ասի, որ ինձնից անջատ է, ինչ են մեղադրանքները մեր ուղղությամբ, իրանք էլ են բողոքում դատական համակարգից։ Դե ինչ ասեմ, այս են գործերից է, որտեղ բացի իրավական ինչ ասեմ, պատասխանատվությունից նաև բարոյական պատասխանատվություն կա եւ ինչքան էլ հնաբնակ լինի ու փորձառու լինի պարոն Ֆարխոյանը, ինքն էլ պիտի հասկանա, որ խոսքը կնոջ, երիտասարդ կնոջ եւ իր չծնված երեխայի մասին է։ Սա շատ ծանր բեռ է այս պատասխանատվությունը, ինչ որ մեկի խաղը խաղալու, ինչ որ մեկին, չգիտեմ, հաճոյանալու եւ վերջապես այս վերջերս ոնց հասկացա մի դատավորի էին ձերբակալել, կարծես թե կալանքի հարցը դեռ չկա, հա, Արտուշ Գաբրելյանին։ Ես զուտ հիշեցնելու համար, Ժորժ ջան, ծառայելը եւ խոնարհվելը եւ հարմարվելը երաշխիք չի, որ ինչ որ պահի ձեր ծառայությունից օգտվելուց հետո ձեզ պատասխանատվության չեն ենթարկելու կամ ձեզ փուրը չեն տալու։ Այնպես որ դա հարցի լուծում չի։ Մարդ էսենց ծանր իրավիճակներում պիտի ամենակարևորը չդադարի մարդ լինելուց, որովհետև ժամանակները փոփոխական են, իշխանությունները փոփոխական են, մնում ես դու քո խղճի, քո արժանապատվության, քո գիտակցության հետ, եւ վերջապես դու դրա հետ պիտի ապրես։ Ես հասկանում եմ, որ շատ-շատերը անվանական չեմ ասում, այնպիսի բաներ են արել, որ ну, ասում եմ, одним пациентом меньше, одним пациентом больше, բայց բոլոր դեպքերում պիտի հասկանաս, որ դու դրա հետ պիտի ապրես։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր հացադրության համար։ Իմ զրուցակից իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։